Միասին փաթեթավորենք Վայլբերիզի հաջորդ պատվերները։ Սկսենք ստատիստիկայից։ Այս 6 օրվա ընթացքում այն ռեկորդային աճ է գրանցել համեմատ անցած շաբաթների։ Անցնենք պատվերներին։ Դրանք 11-ն են եւ ես դες հիմա ցույց եմ տալիս յուրաքանչյուրի փաթեթավորման ընթացքը։ Սա իմ ամենասիրելի հատվածներից մեկն է։ Եթե 11 պատվերի համար ես ծախսում եմ 2 ժամ միայն փաթեթավորման համար, դե լավ, նաեւ հաշվենք, որ վիդեոյի նկարում մի փոքր ավելի երկար է այդպես տևում։ Իսկ ինչ կլինի, երբ կային օրը, որ դրանք հասնեն 100-ի։ Դա էլ արդեն հետո կտեսնենք։ Իսկ հիմա ես սկսում եմ նայել, թե ինչ գույներ են պատվիրել եւ նկատեցի, որ պատվիրել են 4 մոխրագույն մեծ բանտերից, քանի որ 3 ես իրենց վրա զեղ չէի դրել եւ չէի մտածում, որ այսքան արագ կսպառվեն։ Տեղավորում եմ այսպես գեղեցիկ եւ անցնում հաջորդին։ Մյուս 3 պատվերները երկնագույն տարբերակներն էին, կարծեմ սրանք եւս սպառվել են կամ մնացել է 1 հատ։ Հստակ չեմ հիշում, կարող եք նայել։ Ասեմ, որ սպառվել են համարյա բոլոր գույները, յուրաքանչյուրից մնացել է 1-2 հատ։ Միայն այս տարբերակից, որը մեր հաջորդ պատվերն էր, մնացել է 4 կամ 5 հատ, կարող եք դեռևս ձեռք բերել ծեղճված արժեքով։ Հաջորդ 3 պատվերը մեր մինի պայուսակներն էին, որոնք շատ սիրվեցին եւ մեծ արձագանք ստացան։ Մեկը արծաթագույն դետալներով էր, իսկ մյուս երկուսը ոսկեգույն։ Փոքրիկ հիշեցում, որ այս ուսից կախելու շղթաները պատրաստել եմ այնպես, որ կարողանաք օգտագործել որպես վզնոց, ինչպես նաեւ իր հետ տրվող կարճ բռնակը որպես թևնոց։ Իսկ այս գեղեցիկ կախազարդերը ես պատրաստեցի, որպեսզի յուրաքանչյուրի հետ դնեմ որպես նվեր։ Այն եւս պատրաստված է ապակյա եւ մարգարտյա քարերից։ Վստահ եմ, որ նման քայլը եւ ուշադրությունը գնորդի մոտ կառաջացնի դրական էմոցիաներ։ Միայն թե սխալմամբ գրանցել էի պայուսակների համար նախատեսված տուփերի փոքր չափով։ Չէի հաշվարկել, որ ինչ որ նվեր դնելուց այն հազիվ կտեղավորվի։ Ցավոք այս պահին ուղղել ոչինչ չէի կարող, բայց հետագա պատվերների համար արդեն ուղղել եմ։ Դե ինչ, այստեղ արդեն ամրեցնում եմ QR կոդերը, ինչպես նաև անունները, որպեսզի հանկարծ չշփոթեմ փակելուց հետո։ Ասեմ, որ ուզում եմ հայտնել մեծ շնորհակալություն, ովքեր փորձում էին ինձ օգնել մեկնաբանություններում։ Այ օրինակ QR կոդերը ես հիմա տպում եմ շատ ավելի արագ եւ հեշտ։ Եվ չնայած նրան, որ կային շատ նեգատիվ կարծիքներ, դրանք միշտ մնում են հետևում, քանի որ կան ձեզ նման բարի եւ սրտաբաց մարդիկ, ովքեր ինձ մոտ միշտ ժպիտ են առաջացնում։ Միգուցե ժամանակին շատերին օգնելու համար ես հիմա ստանում եմ դրա պատասխանը։ Շատ շնորհակալ եմ, որ վիդեոն դիտեցիր մինչև վերջ։ Իսկ ես արդեն դուրս եկա դրանք ուղարկելու։